Առաջին ուղիղ եթերում օրվա իրադարձությունները լուսաբանելու գլխավոր ժամն է, ես Արտեմ Կարապետյանն եմ, բարի երեկո։ Հանքարդյունաբերությունը կրթության լոկոմոտիվ է, նաև տնտեսության լոկոմոտիվ, վարչապետը ծավալուն ելույթ է ունեցել Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում։ Արդեն սկսել ենք քննարկումներ ամերիկյան գործընկերների հետ, ավարտից հետո պետք է մեկնարկի շինարարությունը։ Վաշինգտոնյան պայմանավորվածությունների կյանքի կոչման շուրջ Արարատ Միրզոյանի պարզաբանումները լեհական հեռուստաընկերությանը։ Համառոտ նաև թողարկման առաջին հատվածի մյուս թեմաների մասին։ Արաքս գետից ավազ արդյունահանելով մեր երկրի տարածքն ենք կրճատում։ Վարչապետի գնահատմամբ ապօրինի արդյունահանումը պետական անվտանգության, տարածքային ամբողջականության խախտման խնդիր է։ Ավազի ոլորտում ահռելի ստվեր կա։ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովները կարևոր դեր են խաղում մեր տարածաշրջանում խաղաղության եւ կայունության խթանման գործում։ Վարչապետ Փաշինյանն է հայտարարել եւ միջազգային գործընկերներին հրավիրել Երևանյան գագաթնաժողովին։ ԵԽԽՎ-ի գործընկերները խաղաղության գործընթացը դրական լույսի ներքո են տեսնում։ Բարձրաձայնել իրականությունը, բարձրաձայնել խնդիրները, որոնք առկա են եղել։ Սա այն է, ինչը որ մեր միջազգային գործընկերները արել են տարիների ընթացքում։ Հայաստանի պատվիրակ Հռիփսիմե Գրիգորյանի դիտարկումը։ Երթևեկության համար այս պահից բաց է հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի մի կարևոր հատված։ Ճանապարհը կառուցվել է պետական բյուջեի եւ Ասիական զարգացման բանկի վարկային միջոցներով։ Շինարարությունն արժեցել է շուրջ 22 միլիոն դոլար։ Եվ այսպես վարչապետը Ծաղկաձորում մասնակցել է Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2025-ի բացման։ Արարողությանը ելույթում երկրի ղեկավարն ընդգծել է, այս ոլորտում մենք ունենք լրջագույն եւ հնարավորություններ եւ մարտահրավերներ, երբ Հայաստանում շինարարության տեմպը, նաեւ սուբվենցիոն ծրագրերը, կառավարության ուղիղ ներդրումները մարզերում ակտիվացան, մենք զարմանքով արձանագրեցինք, որ Հայաստանում քարի դեֆիցիտ կա, ընդգծել է Նիկոլ Փաշինյանը։ Ոլորտի խնդիրների թվում նա առանձնացրել է նաև ավազի արդյունաբերության ոլորտում թափանցիկությունը։ Հայաստանում հանքարդյունաբերություն ասելով հիմնականում հասկանում ենք մետաղական հանքերի շահագործումը, որովհետև ոլորտի 95 եւ ավելի տոկոսն է կազմում, սակայն կառավարությունը լրջագույն խնդիրների է բախվում ոչ մետաղական հանքերի շահագործման ոլորտում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն է հայտարարել Ծաղկաձորում Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2025-ի բացման արարողությանը։ Երկօրյա ֆորումին մասնակցում են կառավարության հանքարդյունաբերության ոլորտի ներկայացուցիչներ, տեղական եւ միջազգային մասնագետներ, ներդրողներ, փորձագետներ եւ այլն։ Վարչապետն ընդգծել է, ֆորումը լավ հարթակ է ոլորտի խնդիրները առկա հնարավորություններն ու մարտահրավերները վերհանելու եւ քննարկելու համար։ Երբ որ Հայաստանում շինարարության տեմպերը ակտիվացան եւ նաեւ սուբվենցիոն ծրագրերը, կառավարության ուղիղ ներդրումները մարզերում, մենք օրինակ զարմանքով արձանագրեցինք, որ Հայաստանում քարի դեֆիցիտ կա։ Երբ որ մենք անդադ ամեն երրորդ նախադասության մեջ, երբ որ խոսում ենք Հայաստանի մասին, ասում ենք քարերի երկիր Հայաստանը, բայց հետո պարզվեց, որ մենք մեր համայնքներում սուբվենցիոն ծրագրեր իրականացնելու համար քար ենք ներկրում արտերկրից, ինչը ինքնին արդեն այս նախադասությունը ցույց է տալիս, որ մենք խնդիրներ ունենք։ Եվ այդ 95%-ը իհարկե ավելացված արժեքի գնի մասով, կշռի մասով գուցե ինչ որտեղ հասկանալի է, բայց ես կարծում եմ, որ մասնավորապես քարի մշակման եւ արդյունահանման ոլորտում մենք անելիքներ ունենք, որովհետեւ դա առաջինը մեր տնտեսության պոտենցիալն է եւ երկրորդը մեր երկրի կոլորիտը, մեր երկրում ներկայացնելու հնարավորությունն է, ինչը մենք այդքան էլ լավ չենք անում։ Վարչապետը կիսվել է Չինաստան այցի տպավորությամբ, նշելով շատ է զարմացել, որ երկրում առկա քարերից ուղղակի քարի հուշարձաններ կան, ինչը շատ գեղեցիկ եւ կոլորիտային է։ Հայաստանի 60%-ը երևի տուֆից է պատրաստված, բայց մենք տուֆին մեր հարգանքի турքը նորմալ չենք էլ մատուցում եւ տուֆի արձան կամ մոնումենտ չունենք նույնիսկ եւ որոշեցինք, որ անպայման առաջիկայում Արթիկ համայնքի հետ մենք այս բացը կլրացնենք եւ համայնքներում սա նախ բնության հետ հաղորդակցվելու շատ կարևոր ձև է եւ նաեւ արժեվորելու եւ նաեւ մեր ուշադրությունը հրավիրելու եւ նաեւ մեր խոսույթները մեր իրականության հետ համապատասխանեցնելու, ել չեմ ասում, որ շինարարության ոլորտում իհարկե քարի ներկրումը շատ տարածված երևույթ է, ես չեմ ասում, որ Հայաստան քար պետքա չներկրվի, որովհետեւ տարբեր պահանջներ կան, տարբեր պահանջարկներ կան։ Ես խոսում եմ նրա մասին, որ այնինչ ակնհայտորեն մենք նկատի ենք ունեցել, որ պետք է Հայաստանի տնտեսությունը զարգանա բյուջեի ներդրումներով, միշտ չի, հետո ենք պարզել, որ դա իրականում ներմուծման վրա է օգտագործվում։
Այս համատեքստում երկրի ղեկավարը կարևորել է ոլորտի թափանցիկությունն ու պրոֆեսիոնալիզմը, քանի որ խնդիրներից մեկը հենց ոչ թափանցիկությունն է եւ ոլորտի վերաբերյալ գիտելիքի վրա ներդրումների քչությունը կամ բացակայությունը։ Հսկայական խնդիրներ կան ավազի արդյունահանման ոլորտում, որտեղ նույն թափանցիկության լրջագույն խնդիր կա, ընդգծել է Նիկոլ Փաշինյանը, հավելելով, որ այդ խնդիրները լուծելու դժվարություններ ունեն, քանի որ երբ վճռական քայլերի գնալու տրամադրվածություն են ունենում, շինարարության ոլորտից ճնշում են զգում։ Որտեվ պարզվում է, որ եթե ամեն ինչ ստանդարտի մեջ տեղավորենք, պարզապես այս գոնե ինչ որ մի բավականին երկար ժամանակ Հայաստանում շինարարությունը կկանգնի, որովհետև հենց ավազի ոլորտում ահռելի ստվեր կա, ընդ որում ստվեր, որը ամեն օր մեր փողոցներով եւ մայրուղիներով երթևեկում է, բայց մենք այդ ստվերին հետ առնչվելու ձևերը չենք գտել եւ սա լրջագույն մարտահրավեր է։ Էլ չեմ ասում, որ մենք այդտեղ պետական անվտանգության երևույթներ տարածքային ամբողջականության խախտման խնդիրների հետ ենք առաջվում, եւ որ պարզվում է Արաքս գետից մենք ավազ արդյունահանելով մեր երկրի տարածքն ենք կրճատում, ոչ թե մենք, այլ նրանք, ովքեր դա անում են, եւ մենք այստեղ էֆեկտիվ հակազդման մեխանիզմներ շատ չունենք։ Ոլորտի լրջագույն խնդիրներից մեկը իմիջն է, կարծում է վարչապետը։ Նշում, դա օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով է պայմանավորված։ Հանքարդյունաբերության ոլորտի վերաբերյալ բավականին նեգատիվ կա կուտակված, ինչի պատճառները պետք է հասկանալ։ Չնայած այս ընթացքում հասկացել ենք նաեւ որոշակիորեն նեգատիվի պատճառները, որտեղ ակնհայտ է, որ ընդերքը պատկանում է պետությանը եւ ժողովրդին, խնդրեմը այստեղ այն է, որ Հայաստանի հանրային գիտակցության մեջ այս ընկալումը, որ ընդերքը պատկանում է ժողովրդին եւ պետությանը, այդքան էլ ճշմարտացի չի թվացել եւ ժամանակն է, որ մենք այս խնդրի վրա աշխատենք եւ մենք այս խնդրի վրա աշխատում ենք։ Ես ուզում եմ ուշադրություն հրավիրել միայն այն հանգամանքին, որ հիմա Հայաստանի կառավարությունը եւ իդեմս կառավարության նաեւ ժողովուրդը ըստ էության մասնաբաժին ունի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում, մասնաբաժին ունի Ամուսարի հանքում եւ սա շատ կարեւոր է։ Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է, որ օրենքում փոփոխություն էին իրականացրել եւ հանքարդյունաբերության ոլորտի ռոյալթիներից ազդակիր համայնքներին 2% մաս հանում է արվում։ Երկրի ղեկավարն անդրադարձել է նաեւ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի վճարած հարկերին։ 2018-ից 2025 թվականներին նույն Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, այսինքն նախորդող 7 տարվա համեմատ պետական բյուջեի կատարած վճարումները ավելացել են շուրջ 148%, այսինքն կրկնակիից ավելացել են։ Այստեղ խնդիրը միայն այն չէ, որ կառավարությունը պետական բյուջե եւ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը պետական բյուջեի եկամուտները ավելացնում են։ Սա շատ կարևոր է մարդկանց մոտ այդ գիտակցումը կենթանացնելու եւ սերմանելու համար, որ ընդերքը ժողովրդին է եւ ժողովուրդը եւ պետությունը ավելի մեծ օգուտներ է ստանում այդտեղից։ Ի վերջո այդ վճարումները դառնում են ճանապարհներ, այդ վճարումները դառնում են դպրոցներ, այդ վճարումները դառնում են մանկապարտեզներ, այդ վճարումները դառնում են անվտանգություն եւ այլն եւ այսպես շարունակ, եւ այս շատ կարեւոր են համարում այս հանգամանքը։ 2018 թվականից քննարկում են հանքարդյունաբերության լավագույն միջազգային բնապահպանական ստանդարտներին համապատասխանեցնելու հարցը, ինչը եւս խնդիր է, եւ այս ուղղությամբ այնպես չի, թե ոչինչ չի արվել, շեշտել է վարչապետը։ Բայց նաեւ հաստատված ավանդույթները կամ մշակույթը փոխելը հեշտ գործ չի։ Մենք պետք է սա հասկանանք, բայց մյուս կողմից պետք է նաեւ առերեսվենք այն խնդրի հետ, որ սա առաջնահերթություն է, որովհետև շրջակա միջավայրի նկատմամբ հոգսը շատ էական է, մանավանդ հիմա, մանավանդ այս շրջանում, մանավանդ սիմվոլիկ առումով, երբ մյուս տարի Հայաստանը հյուրընկալելու է կենսաբազմազանության COP17 համաշխարհային գագաթնաժողովը։ Վարչապետը նշել է, որ հանքարդյունաբերությունը գիտելիքահեն ոլորտ է եւ հավելել, որ արդյունավետ հանքարդյունաբերությունը պահանջում է բարձր որակի մասնագետներ բազմաթիվ ուղղություններով, բարձր որակավորման ինժեներներ, քիմիկոսներ, գեոդեզիստներ, երկրաբաններ եւ այլն։ Ես նկատի ունեմ հանքարդյունաբերությունը կրթության լոկոմոտիվ է, հանքարդյունաբերությունը նաեւ տնտեսության լոկոմոտիվ է, որովհետեւ հանքը շահագործելու համար բազմաթիվ այլ տնտեսվարողներ են աշխատում եւ բազմաթիվ այլ գործունեության ձևեր են զարգանում։ Եվ ես պարզապես ուզում եմ, որ մենք նաև ուշադրություն հրավիրենք այս փաստի վրա, որ հանքարդյունաբերությունը
Հայաստանի ներսում մարդկանց մասնագիտական կարիերա անելու շատ մեծ եւ շատ լավ հնարավորություններ է տալիս եւ ինչքան մենք բարձրացնենք մեր հանքարդյունաբերության ստանդարտը, այնքան ավելի կմեծանա բարձր որակավորման մասնագետները։ Բայց ես նկատի ունեմ ոլորտում նաև բարձր որակավորման արհեստավորների մեծ պահանջարկ կա, որակավորված բանվորական ուժի մեծ պահանջարկ կա եւ այլն եւ այդպես շարունակ։ Մեծագույն խնդիր է, որ Հայաստանը հիմնականում ստիպված է հանքանյութ արտահանել։ Պետք է ամեն ինչ անել, որ շղթան հնարավորին երկարացվի եւ բերվի վերջնական արտադրանքի, ընդգծել է Նիկոլ Փաշինյանը։ Որովհետև դա նշանակում է լրացուցիչ աշխատատեղեր, դա նշանակում է լրացուցիչ եկամուտներ պետական բյուջեի համար, դա նշանակում է լրացուցիչ բարձր որակավորման մասնագետների կարիք, դա նշանակում է լրացուցիչ ներդրումներ տնտեսության ոլորտում, կրթության ոլորտում, դա նշանակում է բարեկեցության նոր աստիճան։ Իհարկե մենք քննարկել ենք եւ քննարկում ենք, եւ ես հույս ունեմ, որ առաջիկա գործընթացները այդ թվում տարածաշրջանային ավելի նպաստավոր կդարձնեն միջավայրը այս առումով, որովհետև Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը եւ տարածաշրջանային ենթակառուցվածքների տրանսպորտային սպասվող բացումը, որը առաջիկայում անպայման տեղի կունենա, նոր հնարավորություններ է բացելու մեզ համար այս ոլորտում։ Պղնձի հանքաքարի արտահանումը մեր տնտեսության համար էական նշանակություն ունի։ Պետք է մտածել, թե ինչ կարող ենք անել, որպեսզի Հայաստանում արդյունավետ պղնձաձուլարան ունենալու պայմանավորվածությունը իրականություն դառնա, ասել է երկրի ղեկավարը։ Բայց նույնիսկ սա շղթայի ավարտը չէ, որովհետև եթե մենք արդեն ձուլակտորներ կամ մետաղ ենք ստանում, պետք է մտածել այդ շղթայի հետագա երկարացման համար, որպեսզի պղնձի արտադրանքը կամ այն արտադրանքները, որի մեջ պղնձը լայնորեն օգտագործվում է, Հայաստանում այդպիսի արդյունաբերական պլատֆորմներ եւ ներդրումներ նույնպես լինեն, նույնը վերաբերում է ոսկուն եւ սա էլ մի խնդիր է, որը չափազանց կարեւոր է։ Նիկոլ Փաշինյանը խոսել է նաև Հայաստանի ընդերքի ուսումնասիրության անհրաժեշտության մասին, նշել այն գիտելիքը, որ ունեն, հիմնված է Խորհրդային Միության ժամանակ կուտակված տեղեկատվության վրա, որը իհարկե չեն թերագնահատում, սակայն պետք է միջազգային գործընկերների հետ քննարկել օգտակար հանածոների պաշարների հայտնաբերման ուսումնասիրման նոր շրջափուլ սկսելու հարցը։ Հիմա նոր ոլորտներ են բացվում, այդ թվում հազվագյուտ մետաղների ոլորտը, որը շատ մեծ տեմպերով զարգանում է կամ առնվազն շատ մեծ տեմպերով հետաքրքրությունն է աճում։ Այստեղ ֆիզիկական ծավալների առումով գուցե թե մեծ չի կամ մեծ չի կարող լինել կամ մեծ չի լինի արդյունահանումը, բայց պահանջարկը եւ տեխնոլոգիական արտադրանքում դրանց անհրաժեշտությունը ակնհայտ է դարձնում, որ այստեղ են լրջագույն ներդրումների պոտենցիալ կա եւ կարծես թե բոլոր նախնական գնահատականները վկայում են այն մասին, որ Հայաստանի Հանրապետությունում այս առումով հսկայական անելիք կա։ Ֆորումի շրջանակում քննարկվել են հանքարդյունաբերության զարգացման հեռանկարները, ներդրումային միջավայրը եւ կայուն զարգացման գլոբալ միտումները։ Անցկացվել են նաեւ պանելային քննարկումներ, հուշագրերի ստորագրումներ, ցուցադրություններ։ Նիկոլայ Ավետիսյան, լուրեր։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային հանդիպում է ունեցել պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանի հետ։ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ անցկացված խորհրդակցությանը քննարկվել են առաջիկա տարիների հարկային քաղաքականության հայեցակարգային ուղղությունները, ներկայացվել են իրականացված վերլուծությունների արդյունքները եւ առաջարկվող լուծումները, որոնք միտված են հարկային քաղաքականության արդյունավետության բարձրացմանը։ Վարչապետը հանձնարարել է օրենսդրական լուծումներ առաջարկել եւ ներկայացնել կառավարության հաստատմանը։ Փաշինյանն ընդգծել է ոլորտի շարունակական կատարելագործման անհրաժեշտությունը, հանձնարարելով շարունակել քննարկումները եւ նոր գաղափարների մշակումը շահագրգիռ գերատեսչությունների ներգրավմամբ։ Հյուսիս հարավի աշտարակ Գյումրի հատվածի Ագարակի հնագիտական վայրը շրջանցող մոտ 8 կիլոմետր երկարությամբ նոր ճանապարհահատվածը կառուցված է։ Ինչպես խոստացել է խորագրի ներքո, Facebook-ում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ տեսանյութ հրապարակել։ Ճանապարհահատվածի բացմանը ներկայ է եղել լուրերի նկարահանող խումբը, Քրիստինե Թորոսյանն է պատմում։ Հյուսիսարավի Ագարակի հնագիտական վայրը շրջանցող մոտ 8 կիլոմետր երկարությամբ նոր կառուցված ճանապարհահատվածը դիմավորեց առաջին հյուրերին։
Լուսային եւ ձայնային ազդանշաններ, նորաստեղծ ճանապարհն առաջինը փորձարկող վարորդները հենց այսպես շնորհակալություն հայտնեցին կառուցման աշխատանքներում ներգրաված անձանց։ Արդեն երթևեկության համար այս պահից բաց է հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի մի կարևոր հատված, աշտարակի հնագիտական վայրը շրջանցող 8 կիլոմետր երկարությամբ հատվածը, որի աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի հունվար ամսից եւ 3 տարուց էլ պակաս ժամանակահատվածում արդեն ամբողջությամբ ավարտվել է։ Ճանապարհը հյուսիս-հարավի աշտարակից Գյումրի տանող հատվածի կարևորագույն մասն է։ Այս ճանապարհը առաջին կարգի ճանապարհ է, ինչը եւ արագության առումով կրճատում է, երբ որ բոլոր հատվածներն էլ ավարտին հասցնենք, կրճատում է ճանապարհը Երևան-Գյումրի եւ բնականաբար որակական առումով միջազգային ստանդարտներին համապատասխան ճանապարհ է, ինչը թույլ է տալիս եւ այո բեռնաթափել համայնքները սպասարկող ճանապարհները եւ երթևեկել մայրուղիով, այսպես ասած, առաջին կարգի ճանապարհով բարձր արագությամբ եւ միջազգային ստանդարտների անվտանգության նորմերով։ Դեռ նախորդ տարի ավարտել մեքենաների երթևեկության համար բացել են ոսկեվազի հատվածի 36 մետր երկարությամբ 4.5 մետր բարձրությամբ կամուրջը։ Ամբողջովին պահված են երթևեկության անվտանգության բոլոր նորմերը, առաջիկայում նաև լուսավորության հարցը այստեղ կլուծվի, որը չի խանգարելու երթևեկությանը ամբողջությամբ, այսինքն բուն աշխատանքներ իրենք երթևեկությանը խանգարող աշխատանքներ չեն ենթադրում։ 4 տեաձև հանգույց, ջրահեռացման համակարգեր, կամուրջներ, անցումներ եւ ոչ միայն։ Ճանապարհն ապահովված է բոլոր ենթակառուցվածքներով։ Ճանապարհը հագեցած է շուրջ 31 արհեստական կառուցվածքներով, դրանից զատ շուրջ 26-27 ջրթող խողովակներ, անասնանցումներ եւ գյուղատնտեսական անցումներ, տարբեր տեսակի բետոնե կառուցվածքներ։ Հյուսիսարավում այս տարի շինաշխատանքները լայն թափով են ընթանում։ Նախարարը աշխատանքների ընթացքն է ներկայացնում։ Դեպի Գյումրի գնացող հատվածը մենք ամբողջությամբ պլանավորում ենք շահգործման հանձնել արդեն 2026 թվականի տարեսկզբին։ Հաջողությամբ աշխատանքներ իրականացվում են նաև Ագարակից Քաջարան հատվածում, մենք այնտեղ օրացիային գրաֆիկին համապատասխան տեմպ ունենք։ Դրան զուգահեռ նաև շինարարական այլ աշխատանքներ ենք իրականացնում հյուսիս-հարավի տարբեր կտորներում, եւ նաև մրցույթային գործընթացների ավարտն է որպես այդպիսին հիմա նախատեսված Քաջանի թունելի մասով մենք ամփոփում ենք մրցույթային արդյունքները եւ 2026 թվականի տարվա առաջին կիսամյակում մենք այնտեղ շինարարական աշխատանքներ կմեկնարկենք, ուղիղ բանակցություններ ենք տանում նաև Բարգուշատի թունելի հետ կապված եվրոպական կապալառու կազմակերպություններից մեկի հետ։ Ագարակի հնագիտական վայրը շրջանցող նոր կառուցված ճանապարհահատվածի 20 սանտիմետր հաստությամբ երաշերտ ասֆալտի ամրությունը ստուգեցինք նաև մենք։ 8 կիլոմետրանոց ճանապարհահատվածի շինարարական աշխատանքների բյուջեն $22 միլիոն է, ֆինանսավորել են կառավարությունը եւ Ասիական զարգացման բանկը։ Քրիստինե Թորոսյան, Դավիթ Մաչկալյան, լուրեր։ Հայաստանը պատրաստվում է հյուրընկալել Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը։ Վարչապետ Փաշինյանը Կոպենհագենի 7-րդ գագաթնաժողովի մասնակիցներին հրավիրել է Երևան 2026 թվականի մայիսի 4-ին։ Երկրի ղեկավարը նշել է, որ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովները կարևոր դեր են խաղացել մեր տարածաշրջանում խաղաղության եւ կայունության խթանման գործում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կոպենհագենում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի փակման նիստում հանդես է եկել ելույթով։ Այսօր մենք քննարկեցինք մեր բոլոր պետությունների քաղաքական, անվտանգության եւ տնտեսական օրակարգն առաջ մղող հրատապ հարցեր։ Հիմնվելով Եվրոպական քաղաքական համայնքի բոլոր գագաթնաժողովների հաջողության վրա, Հայաստանը պատրաստվում է հյուրընկալել հաջորդ 8-րդ գագաթնաժողովը Երևանում։ 8-րդ գագաթնաժողովը Հայաստանում հյուրընկալելը կամրապնդի մեր ինտեգրումը եվրոպական ընտանիքին եւ հնարավորություն կտա ցուցադրել մեր առաջընթացը ժողովրդավարական բարեփոխումների ոլորտում, նշել է վարչապետը։ Ասելով սա, ես կցանկանայի եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնել յուրաքանչյուրից ձեզ Երևանում հյուրընկալելու պատվի համար։ Հարավային Կովկասի տարածաշրջանի համար Եվրոպայի հետ ավելի սերտ կապը ռազմավարական նշանակություն ունի։ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովները նույնպես կարևոր դեր են խաղացել մեր տարածաշրջանում խաղաղության եւ կայունության խթանման գործում։ Հատկանշական է, որ 2022 թվականին Պրահայում անցկացված հենց այս գագաթնաժողովի շրջանակներում էր, որ Հայաստանը եւ Ադրբեջանը վերահաստատեցին միմյանց ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքը, հիմնվելով 1991 թվականի Ալմատայի հռչակագրի վրա։ Այս համաձայնագիրը ձեռք է բերվել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի եւ Եվրոպական խորհրդի նախկին նախագահ Շարլ Միշելի ներկայությամբ եւ ակտիվ մասնակցությամբ։ Փաշինյանը հիշեցրել է, որ անցյալ տարի կրկին Եվրոպական քաղաքական համայնքի շրջանակում Հայաստանը եւ Ադրբեջանը փոխադարձաբար աջակցել են միմյանց թեկնածությունը հյուրընկալելու առաջիկա գագաթնաժողովներից մեկը։
Այս համաձայնագրերը ըստ էության հիմք հանդիսացան Վաշինգտոնում կայացած պատմական գագաթնաժողովի համար, որտեղ ես եւ նախագահ Ալիևը խաղաղություն հռչակեցինք։ Եվ այժմ, երբ այցելեք Երևան 2026 թվականին եւ Բաքու 2027-ին, դուք կտեսնեք երկու պետություն, որոնք աշխատում են խաղաղության եւ կապակցվածության ամրապնդման եւ ինստիտուցիոնալացման ուղղությամբ։ Հաշվի առնելով սա, Եվրոպական քաղաքական համայնքի Երևանի գագաթնաժողովի հիմնական թեմաներից մեկը կլինի կապակցվածությունը։ Միջին միջանցքի իրականացումը եւ Եվրոպայի, Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի միջև ապրանքների, էներգիայի, օպտիկամարաթելային մալուխների անխոչնդոտ կապը ներկայացնում են փոխադարձ հետաքրքրություն։ Բացի այդ, ես կարծում եմ, որ հատկապես այսօր կարևոր է ամրապնդել Եվրոպայի կարողությունը պայքարելու մեր առջև ծառացած հիբրիդային սպառնալիքների դեմ եւ միևնույն ժամանակ պահպանելու ժողովրդավարական կառավարման ամբողջականությունը, օրենքի գերակայությունը, ազատ եւ արդար ընտրությունները եւ քաղաքական բազմակարծությունը նույնիսկ ներքին կամ արտաքին ճնշումների պայմաններում։ Հայաստանը հաջորդ տարի հյուրընկալելու է նաև COP17-ը։ Վարչապետը հույս է հայտնել, որ Եվրոպական քաղաքական համայնքը կարող է նաև ծառայել որպես հարթակ կանաչ տնտեսության անցման օրակարգը քննարկելու համար։ Այն գիտակցմամբ, որ քննարկման արդյունքները հետագայում կներկայացվեն համաշխարհային ասպարեզ COP17-ի ընթացքում։ Փաշինյանը տեղեկացրել է, որ Հայաստանն արդեն սկսել է Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները։ Եվ առաջիկա ամիսներին մենք կկիսվենք որոշ նոր գաղափարներով եւ նախաձեռնություններով, որոնք ուղղված են Եվրոպական քաղաքական համայնքի հետագա ամրապնդմանը եւ նոր խթան հաղորդելուն։ Մեկ անգամ եւս շնորհակալություն հայտնելով Կոպենհագենին, ցանկանում եմ բոլորիդ հրավիրել Երևան 2026 թվականի մայիսի 4-ին, բայց մենք պատրաստում ենք ոչ պաշտոնական, բարեկամական ընդունելության երեկույթ մայիսի 3-ին, կիրակի երեկոյան։ Վարչապետը հույս է հայտնել բոլորին տեսնել Երևանում, նշել մեծ պատիվ է հյուրընկալել նրանցից յուրաքանչյուրին։ Տաթև Խաչատրյան, լուրեր։ Հայաստանը Եվրամիության համար առանցքային գործընկեր է, էքսում գրել է Եվրահանձնաժողովի նախագահը, ամփոփելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումը։ Շնորհավորեցինք Հայաստանին Ադրբեջանի հետ հարաբերություններում Վաշինգտոնում Միացյալ Նահանգների նախագահի աջակցությամբ ձեռք բերված պատմական առաջընթացի առիթով։ Սա կարևոր քայլ է տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ճանապարհին, նշել է Ուրսուլա ֆոն դեր Լայենը եւ ավելել, որ անհամբեր սպասում է 2026 թվականի առաջին կեսին Երևանում սպասվող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին։ ԵԽԽՎ-ում Զանգեզուրի միջանցք ձևակերպումը օգտագործած բրիտանացի պատգամավորին արձագանքել է Հայաստանի պատվիրակության անդամ Հռիփսիմե Գրիգորյանը, նշել, որ միջազգային գործընկերները պարտավոր են առաջնորդվել փաստաթղթերում առկա բառապաշարով խաղաղության գործընթացին չխանգարելու համար։ Նաև հիշեցրել, որ ԵԽԽՎ-ում մշտապես կիրառվել է այնպիսի խոսույթ, որը չի թիրախավորել որևէ կողմի։ Մեր միջազգային գործընկերները պարտավոր են առաջնորդվել հենց այն բառապաշարով, որը տեղ ունի միջազգային փաստաթղթերում, հակառակը կարող է խանգարել խաղաղության գործընթացին։ Ազգային ժողովի պատգամավոր Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակության անդամ Հռիփսիմե Գրիգորյանն այսպես է արձագանքում նույն ԵԽԽՎ-ում բրիտանացի պահպանողական պատգամավորի բառապաշարին, որն օգտագործում էր Զանգեզուրի միջանցք ձևակերպումը։ Գրիգորյանը հիշեցնում է Վաշինգտոնում ստորագրված եռակողմ հռչակագիրը եւ խաղաղության նախաստորագրված համաձայնագիրը պարունակում են հստակ սկզբունքներ։ Խաղաղության պայմանագրի տեքստը իր մեջ պարունակում է կարևորագույն դրույթներ, որոնք հենց կազմում են խաղաղության պայմանագիրը։ Դրանք սկզբունքներն են, որոնց հիման վրա երկրները համաձայնում են խաղաղության պայմանագիրը ստորագրել։ Այսինքն տեքստը ունի բովանդակություն։ Դրանք դիցոք Ալմատայի հիման վրա երկու երկրների միջև փոխադարձ տարածքային ամբողջականության ճանաչումն է, դիցոք սահմանների անխախտելիությունը։ Երբ խոսում ենք տարածաշրջանային ապաշրջափակման մասին կապուղիների, խոսքը վերաբերում է երկու երկրների իրավազորության մասին, այն ճանապարհների, այն ենթակառուցվածքների մասին, որոնցով անցնելու են ճանապարհները։ Ու երբ Թրիփի Թրամփի ուղու մասին խոսելիս ասվում է Զանգեզուրի միջանցք, դա ըստ պատգամավորի շեղում է ձեռք բերված պայմանավորվածություններից, որոնց կողմերը հեշտությամբ չեն հասել։ Գրիգորյանը շեշտում է Եվրոպայի խորհուրդը եւ խորհրդարանական վեհաժողովը վերջին տարիներին բազմաթիվ բանաձևեր են ընդունել, հայտարարություններով հանդես եկել, աջակցելով խաղաղության գործընթացին, եւ այդ աջակցությունը պետք է շարունակել մասնավորապես լեգիտիմ խոսույթ օգտագործելով։ Մշտապես կիրառել այնպիսի խոսույթ, որը կլինի հավասարաչափ ուղղված երկու կողմերին եւ որևէ կերպ անհավասարաչափ չի թիրախավորի որևէ կողմին։ Բարձրաձայնել իրականությունը,
բարձրաձայնել խնդիրները, որոնք առկա են եղել։ Սա այնա, ինչը որ մեր միջազգային գործընկերները արել են տարիների ընթացքում եւ այժմ էլ բազմաթիվ հարցեր են հնչում խաղաղության այս պահի արկա կարգավիճակի մասին, երբ մենք խոսում ենք խաղաղության հաստատման մասին, շատ դրական են արձագանքում մեր գործընկերները, նշելով, որ այո, դեռ մնացյալ հարցեր կան, բայց իրենք միանշանակ գործընթացը տեսնում են դրական լույսի տակ։ Գրիգորյանն ընդգծում է, այս նստաշրջանի ժամանակ էլ բազմաթիվ են եղել խաղաղության գործընթացն աջակցող ելույթներն ու պաշտոնական խոսքը։ Ստրասբուրգում ԵԽԽՎ աշնանային նստաշրջանը կավարտվի հոկտեմբերի 3-ին։ Քննարկվող թեմաներից են նաև հիբրիդային պատերազմներն ու տարբեր երկրների միջամտությունը այլ երկրների ներքին գործերին, հատկապես ընտրական գործընթացներին։ ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակը շեշտում է, մեր երկիրն էլ անմասն չէ այդ վտանգներից։ Այո, վտանգները առկա են եւ հաճախ, երբ դրանց չի տրվում կոշտ արձագանք, այսինքն չեն սահմանափակվում կամ ազատություններ, կամ չեն արգելափակվում եթերներ, դա կարող է հանրության որոշ հատվածի մոտ ընկալում ստեղծել, որ սա պետության կողմից, կառավարության կողմից թուլության նշան է։ Այդուհանդերձ կառավարության որդեգրած մոտեցումը նա համարում է ճիշտ, այն է որևէ կերպ չվնասել ժողովրդավարությանը, անգամ եթե դա որևէ պահի, որևէ դրվագով կարող է կամ թվարկության նշան, կամ որևէ առումով այդ պահին վնասել, անգամ ժողովրդավարությանը շատ ավելի մեծ վնաս կլինի ժողովրդավարությանը, եթե սահմանափակվեն ազատություններ։ Հավելումը եթերներ չեն արգելափակվելու, մեդիա գործակալություններ չեն փակվելու։ Բացառությամբ այն դեպքերի, երբ դրանք հակասում են բնականաբար օրենսդրության հետ ցանկացած առանձին դրվագի դեպքում, բայց մոտեցումը հետևյալն է՝ որևէ կերպ չհակասել ժողովրդավարությանը։ Հիբրիդային պատերազմի դեմ պայքարի լավագույն միջոցը հանրության մեդիա գրագիտության աստիճանի բարձրացումն է, ասում է Հռիփսիմե Գրիգորյանը, որ հանրությունը կարողանա տարանջատել սուտ ու մանիպուլյատիվ տեղեկությունը։ Այս գործում ակնկալում է Եվրոպայի խորհրդի աջակցությունը, շեշտադրում է նաև մեդիադաշտի պրոֆեսիոնալիզմի ու բարևարկության խնդիրները, որոնք կարիք ունեն ինքնակարգավորման։ Աննա Զախարյան, Մհեր Կիրակոսյան, լուրեր։ Հայաստանը եւ Միացյալ Նահանգները պատրաստվում են ստեղծել մի ընկերություն, որը կլինի երկաթուղային անցուղու շինարարն ու հիմնական օպերատորը։ Վարշավայում լեհական հեռուստաալիքի հարցազրույցում անդրադառնալով Թրամփի ուղղում վերաբերող հարցին նշել է արտգործ նախարարը։ Արարատ Միրզոյանը խոսելով օգոստոսի 8-ին ստորագրված փաստաթղթերի իրագործման ժամկետների մասին ասել է. արդեն սկսել են քննարկումներ ամերիկյան գործընկերների հետ, ավարտից հետո պետք է մեկնարկի շինարարությունը։ Վարշավայի անվտանգության ֆորումի շրջանակներում նախարար Միրզոյանը հարցազրույց է տվել լեհական TVP World հեռուստաալիքին, ներկայացրել Վաշինգտոնում կնքված հռչակագրի մանրամասները, ընդգծել, սա շատ լուրջ հանգրվան էր։ Անդրադառնալով թրիփ ուղու վերաբերյալ հարցին նախարարն ընդգծել է, հաղորդակցությունների վերաբերյալ պայմանավորվածությունների գաղափարը շատ ավելի լայն է, քան թրիփ ուղին։ Հայաստանը եւ Ադրբեջանը պայմանավորվել են ապաշրջափակել միմյանց միջև տրանսպորտային հաղորդակցությունները եւ այստեղ խոսքը վերաբերում է ամբողջ ենթակառուցվածքին։ Օրինակ Հայաստանը ստանում է մուտք Ադրբեջանի երկաթուղային համակարգ, Ադրբեջանը Հայաստանի երկաթուղային համակարգ, իսկ հետագայում նաեւ ավտոճանապարհներին եւ այլ ենթակառուցվածքներին։ Մենք կարող ենք օգտագործել միմյանց ենթակառուցվածքներն այնպես, ինչպես դա անում են նորմալ հարևանները, օրինակ Եվրոպայում կամ այլուր։ Այդ ենթակառուցվածքի այն մասը, որը հանդիսանում է ամենակարճ կապն Ադրբեջանի հիմնական տարածքի եւ Նախիջևանի ինքնավար հանրապետության միջև, պետք է գործարկվի որպես թրիփ, այն է Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման։ Հայաստանը եւ Միացյալ Նահանգները պատրաստվում են ստեղծել կոնսորցիում, ընկերություն, որը կլինի երկաթուղային անցուղու շինարարն ու հիմնական օպերատորը, նշել է նախարարը։ Այս կոնսորցիումն իր հերթին կարող է ներգրավել երրորդ ընկերության կամ ընկերությունների այս կամ այն աշխատանքը կատարելու կամ ամբողջ անցուղու համար, այս կամ այն ծառայությունը մատուցելու համար։ Բացի այդ, կոնսորցիումը կարող է իրականացնել, կառուցել եւ այնուհետեւ շահագործել նաեւ խողովակաշարեր, էլեկտրահաղորդման գծեր եւ այլն։ Այսպիսով բոլոր պայմանավորվածությունները փոխադարձ են լինելու։ Օրինակ, մենք նույնպես պատրաստվում ենք օգտագործել Նախիջևանի ինքնավար հանրապետության տարածքը Հայաստանի հյուսիսն ու հարավը երկաթուղով իրար կապելու համար։ Ներկայումս նման երկաթուղային կապ գոյություն չունի։ Անդրադառնալով հարցին, թե երբ կբացվեն սահմանները եւ մասնավորապես Թուրքիայի հետ սահմանը եւ երբ է գործնականում սկսվելու կառուցվել երկաթուղին, նախարարը պատասխանել է, որ այժմ Միացյալ Նահանգներից ժամանած պատվիրակության կամ խմբի հետ միասին պետք է համաձայնեցնեն անցուղու եւ վերոնշյալ ընկերության տեխնիկական լուծումներն ու մանրամասները։ Մենք արդեն սկսել ենք քննարկումներ մեր ամերիկյան գործընկերների հետ, կարծում եմ առաջիկա ամիսներին կարող ենք ավարտին հասցնել այս գործընթացը եւ դրանից հետո պետք է մեկնարկի շինարարությունը։ Եթե խոսենք երկաթուղային
լայն կապի մասին մասնագետներն ասում են, որ դրա կառուցումը կարող է տևել օրինակ առնվազն 2 տարի, բայց մենք խիստ շահագրգռված ենք հնարավորինս շուտ կառուցելու, բացելու եւ վերագործարկելու Հայաստանի եւ Ադրբեջանի միջև կապերը, որովհետեւ ինչպես ասացի, մենք հիմնական շահառուներից մեկն ենք։ Մենք նույնպես կարող ենք օրինակ ուղարկել կամ ստանալ ապրանքներ, օգտագործել Ադրբեջանի Հանրապետության ենթակառուցվածքներն ու տարածքը, բայց սա հաղորդակցությունների մասով է։ Կա նաև խաղաղության պայմանագրի հատվածը, որը նախաստորագրել են Ադրբեջանի եւ Հայաստանի արտաքին գործերի նախարարները, ընդգծել է Միրզոյանը։ We are ready. The text was finalized in March. Այսպիսով մենք պատրաստ ենք, տեքստը վերջնականացվել է ավելի վաղ այս տարվա մարտին, այժմ այն նախաստորագրված է եւ մենք պատրաստ ենք հնարավորինս շուտ ստորագրել այդ պայմանագիրը։ Ադրբեջանական կողմն առաջ է քաշում որոշակի նախապայմաններ, մենք չենք կիսում այդ օրակարգը։ Այնուամենայնիվ, նույնիսկ խաղաղության պայմանագրի վերջնական ստորագրման արարողությունից առաջ գոյություն ունեն գործընթացներ, որոնք արդեն ընթանում են կամ կարող են ընթանալ մինչև ստորագրումը։ Օրինակ, մենք քննարկել ենք միմյանց նկատմամբ ավելի հանդուրժող լինելու հնարավորությունը կամ նույնիսկ ավելին, միջազգային հարթակներում համագործակցության հեռանկարները։ Տասնամյակների հակամարտությունից հետո ծանր բեռ է կուտակվել տարբեր հարթակներում, փաստաթղթերում, կոնվենցիաներում, որտեղ մենք ունեցել ենք վերապահումներ, հատուկ կարծիքներ եւ այլն, շեշտել է նախարարը։ Մենք համատեղ դիմել ենք ԵԱՀԿ կառույցների, խնդրելով փակել Մինսկի գործընթացի կառույցները, սա արդեն իրագործված քայլ է։ Կա նաեւ պետական սահմանի սահմանազատման գործընթացը, այն վաղուց է մեկնարկել։ Մենք արդեն սահմանազատել ենք սահմանի 12 կիլոմետրը։ Օրինակ, այդ սահմանային հատվածում գտնվող հայկական գյուղ այցելելիս կարելի է տեսնել, որ այն իրապես զարգանում է, կառուցվել է նոր դպրոց, մարդիկ իրենց առավել ապահով են զգում, բնակչության գյուղացիների շրջանում անվտանգության հետ կապված որևէ մտահոգություն չկա։ Այսպիսով կան գործընթացներ, որոնք արդեն ընթանում են եւ կան նաեւ քայլեր, որոնք դեռևս առջևում են։ Խոսելով մարտահրավերների մասին, նախարարը նկատել է, որ տասնամյակներ տևած հակամարտությունը կուտակել է նաեւ ծանր հոգեբանական բեռ։ Երկու կողմերում էլ առկա է արյան պատմություն ու հիշողություն։ Կարծում եմ հասարակությունների շրջանում հավանաբար երկու կողմում էլ դեռևս պահպանվում է զգուշավորություն։ Հաշտեցման գործընթացը ժամանակ է պահանջելու։ Խաղաղությունն, ինչպես արդեն նշեցի, հաստատվել է, սակայն այն երկուստեք պահանջում է մշտական խնամք եւ ամենօրյա ջանք։ Այս համատեքստում պետք է նշեմ, որ ցանկացած կողմի ագրեսիվ հռետորաբանությունը որևէ կերպ չի նպաստում գործընթացին։ Լրագրողի հարցին, թե ինչ դեր է շարունակում խաղալ Ռուսաստանը, արդյոք նրանք Հայաստանի անվտանգության հարցում շարունակում են որևէ դեր խաղալ, թե այլևս չունեն այն նշանակությունը, ինչ 15 տարի առաջ, նախարար Միրզոյանը պատասխանել է. խաղաղության հաստատման եւ Վաշինգտոնյան հռչակագրի կապակցությամբ պաշտոնական մակարդակով լսել են Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաների ողջունող հայտարարությունները։ Նույն պաշտոնական մակարդակում մենք տեսանք նաև Ռուսաստանի բարձրաստիճան ներկայացուցիչների արտահայտած պատրաստակամությունը աջակցելու այս փոխկապակցվածության նախագծին եւ որոշակի մասնակցություն ցուցաբերելու, սակայն իհարկե չեմ կարող չնշել, որ գրեթե ամեն օր ականատես ենք լինում ռուսաստանյան զանգվածային լրատվամիջոցների, երբեմն նաև պետական լրատվամիջոցների, ինչպես նաև խորհրդարանի անդամների, փորձագետների ու քաղաքական գործիչների կողմից հնչող կոշտ քննադատության Հայաստանի կառավարության եւ մեր երկրի ներկայիս արտաքին քաղաքականության հասցեին։ Հարցին թե լավ չէ տեսնել, թե ինչպես է Հայաստանը զարգանում արևմուտքի հետ եւ մերձենում Եվրոպային, նախարար Միրզոյանը նշել է, որ ճիշտ կլինի այդ հարցն ուղղել ռուսաստանյան հյուրերին, եթե այդպիսիք լինեն։ Սակայն առանց խորանալու պատճառների մեջ այդ պատճառները կարող են լինել եւ պարզ եւ բավական բարդ։ Ամեն դեպքում ես վստահ եմ, որ թե մեր ռուս գործընկերները եւ թե ցանկացած այլ երկիր կամ միջազգային դերակատար պետք է հարգեն Հայաստանի ժողովրդի կամ արտահայտությունը։ Հայաստանում պարբերաբար անցկացվում են ժողովրդավարական ընտրություններ, քաղաքական ուժերը ներկայացնում են իրենց ծրագրերն ու տեսակետները կարևորագույն հարցերի շուրջ եւ վերջնական որոշումը կայացնում են Հայաստանի քաղաքացիները։ Մեր քաղաքական ուժը մեր վարչապետի ղեկավարությամբ ստացել է ընտրողների մեծամասնության վստահությունը 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններում, որոնք անցկացվեցին երկրի ներքաղաքական լուրջ ճգնաժամի պայմաններում։ Այս տարի եւս մի շարք սոցիոլոգիական հարցումներ են անցկացվել, իսկ 2026 թվականի հունիսին կրկին կայանալու են խորհրդարանական ընտրություններ։ Կտեսնեք։ Նիկոլայ Ավետիսյան, լուրեր։ Հայաստանում է Միացյալ Նահանգների մաքսային եւ սահմանային պաշտպանության ծառայության թիմը, որը կաշխատի մեր սահմանապահ ուժերի հետ կարողությունները գնահատելու, բարելավման կարիք ունեցող ուղղությունները բացահայտելու համար։ Միացյալ Նահանգների դեսպանությունից տեղեկացրել են, որ այս վերլուծական մեթոդաբանությունը, որը հաջողությամբ կիրառվել է այլ վայրերում, կօգնի ամրապնդել սահմանների անվտանգությունը, հստակեցնելով ռազմավարական ներդրումներ պահանջող ուղղությունները, հպարտենք աջակցել այս առաջին քայլին ուղղված խաղաղության խաչմերուկ
կարողությունների զարգացման ոլորտում մեր գործընկերության իրագործմանը, որի մասին հուշագիրը ստորագրվեց նախագահ Թրամփի եւ վարչապետ Փաշինյանի միջև օգոստոսի 8-ին Սպիտակ տանը, ասվում է դեսպանության հաղորդագրությունում։ Արտգործնախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի նախագահի միջազգային ներդրումների եւ առևտրային համագործակցության հարցերով օգնական նախկին արտգործնախարար Մուրադ Նուրտլեուի հետ շնորհակալություն հայտնել համատեղ աշխատանքի համար, որի արդյունքում Հայաստանի եւ Ղազախստանի միջև գործընկերության զարգացման առումով գրանցվել են նշանակալի ձեռքբերումներ։ Միրզոյանը Նուրտլեուին հաջողություն է մաղթել նոր պաշտոնում։ Ղազախստանի նորանշանակ արտգործնախարար Երմեկ Կոշերբաևին էլ Միրզոյանը հեռախոսով շնորհավորել է պաշտոնը ստանձնելու առիթով եւ հաջողություն մաղթել առաջիկա գործունեության մեջ։ Երկուստեք ընդգծվել է բարձր մակարդակում ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչման եւ ռազմավարական գործընկերության առաջմղման ուղղությամբ համատեղ աշխատանքի պատրաստակամությունը։ Հիմա ծանոթացեք երկրորդ հատվածի թեմաներին։ Ուկրաինայի նախագահը շնորհավորել է Վաշինգտոնում Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կապակցությամբ։ Ալիևը հավաստիացրել է, որ Բաքուն ջանքեր կգործադրի տարածաշրջանում խաղաղությունը պահպանել համար։ Հանցավոր սխեմաների բացահայտման գործում միջազգային համագործակցությունը կարևոր է։ Հայաստանի գլխավոր դատախազի շեշտադրումը ԱՊՀ կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի Երևանյան նիստում։ Ուսուցիչը չի հրաժարվել դասից եւ երեխաներին չի դրդել այդ քայլին։ Թիվ 117 դպրոցի սովորողները սեփական նախաձեռնությամբ դեռ դասերը չավարտած են դուրս ցատկել պատուհանից։ Պահակը թույլ չի տվել իրենց եւ իրենք հետո բարձրացել են երկրորդ հարկ, դասարան չեն մտել եւ երկրորդ հարկի միջանցքից պատուհանից թռել են ներքև։ Եվ ապամոնտաժումից առաջ տնտեսվարողներն արդեն իրենց գույքը տարածքից հանել էին։ Ոչ մի դեպքում ոչ մի տնտեսվարողի կամ բիզնեսի դեմ չի էս ամեն ինչը։ Քաղաքային իշխանությունը տնտեսվարողների հետ նախորոք քննարկել է գնուն ու շուկայի տաղավարները վերացնելու հարցը։ Դուք դիտում եք լուրերի գլխավոր թողարկումը եւ սա երկրորդ հատվածն է, շարունակում եմ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ եղել Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցին ազգային տոնի միասնության օրվա առիթով։ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է Գերմանիայի հետ ձևավորված բարեկամական հարաբերություններն ու արդյունավետ գործակցությունը։ Բարձր են գնահատում Գերմանիայի շարունակական աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին կայուն զարգացմանը, նաև Հայաստան-Եվրամիություն գործընկերության հետագա խորացմանը, գրել է վարչապետը։ Վրաստանում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները կանցկացվեն խիստ քաղաքական ճնշումների ֆոնին, քվեարկության նախօրեին հայտարարում է Amnesty International-ը։ Կազմակերպությունը պնդում է, որ իշխանությունը նախընտրական քարոզարշավն իրականացնում է խոսքի միավորման եւ խաղաղ հավաքների ազատության իրավունքների խախտման պայմաններում։ Օրվա գլխավոր միջազգային թեմաները տեսաշարում։ Համասը մեկնաբանել է Գազայում պատերազմը դադարեցնելու Դոնալդ Թրամփի ծրագիրը։ Պաղեստինյան շարժման քաղբյուրոյի անդամ Մոհամեդ Նազալը հայտնել է, որ պատրաստվում են որոշ փոփոխություններ առաջարկել։ Շուտով կներկայացնեն պաշտոնական պատասխանը։ Նազալն ընդգծել է, որ Համասի ղեկավարությունը լուրջ է տրամադրված համաձայնության հասնելու հարցում, սակայն չեն ընդունի այնպիսի գործարք, որը կստիպի պաղեստինցիներին հրաժարվել իրենց օրինական իրավունքներից։ Թրամփը մինչև հոկտեմբերի 6-ը ժամանակ է տվել Համասին գործարք կնքելու համար, այլապես նրա խոսքով չտեսնված դժոխք կտիրի։ Մենք ամեն դեպքում խաղաղության կհասնենք Մերձավոր Արևելքում, շեշտել է Սպիտակ տան ղեկավարը։ Նա նշել է, որ հոկտեմբերի 7-ից ի վեր արդեն չեզոքացվել է Համասի ավելի քան 25,000 զինյալ, իսկ մնացածը թակարդի մեջ են, նրանց կյանքը կարող է ընդհատվել իմ հրամանով, զգուշացրել է ԱՄՆ նախագահը։ Նա կոչ է արել Գազայի խաղաղ բնակչությանը հեռանալ առավել անվտանգ վայրեր։ Նաև Դոնալդ Թրամփը Գազայում իրավիճակը քննարկել է Թուրքիայի նախագահի հետ։ ՌԴՊ-ն հայտնել է, որ զանգվածային հարված է հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններին եւ էներգետիկ ենթակառուցվածքի օբյեկտներին։ Գերատեսչության տվյալով բոլոր թիրախները խոցվել են։ Ուկրաինայի իշխանություններն էլ հայտնել են, որ ռուսական ուժերը հարվածել են մասնավորապես Խարկովի, Պոլտավայի, Դնեպրոպետրովսկի, Չերկասի, Նիկոլաևի եւ Սումիի շրջաններին։ Կիրառվել են բալիստիկ հրթիռներ եւ ԱԹՍ-ներ։ Պոլտավայում էլեկտրականության վթարային անջատման պատճառով ընդհատվել է հասարակական տրանսպորտի երթևեկությունը։ Տուժել են նաեւ նավթային օբյեկտներ։
Ռուսաստանի նախագահը մեղադրել է Եվրոպային ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորմանը խանգարելու համար։ Վլադիմիր Պուտինը անհեթեթություն է որակել ՆԱՏՕ-ի վրա Ռուսաստանի հնարավոր հարձակման մասին հայտարարությունները, նաև հիմարություն անվանել դաշինքին Ֆինլանդիայի եւ Շվեդիայի միանալը։ Ռուսաստանը զինված ուժեր չուներ Ֆինլանդիայի սահմանակից շրջաններում, բայց կունենա, հավելել է Պուտինը։ Նրա խոսքով ուշադիր հետևում են Եվրոպայի ռազմականացմանը եւ պատրաստ են հակահարված տալ։ Մի սադրեք Մոսկվային նախազգուշացրել է Կրեմլի ղեկավարը։ Ըստ Պուտինի լուրջ հաջողություններ ունեն մարտի դաշտում Ռուսաստանի նախագահը հավելել է, որ Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների վերականգնումն էլ դաշնության ազգային շահերից է։ Նա պատրաստակամություն է հայտնել Թրամփի հետ քննարկել նաև ռուս-ուկրաինական հակամարտության հարցը։ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ 2025 թվականին Ռուսաստանը փոքր հաջողությունների է հասել մարտի դաշտում։ Նա կոչ է արել շարունակել Մոսկվայի վրա ճնշումը։ Զելենսկին մտահոգություն է հայտնել, որ ռուսական ուժերն օրական մինչև 600 հաթս են արձակում Ուկրաինայի ուղղությամբ։ Նրա խոսքով Ուկրաինան մինչ օրս կիրառել է միայն սեփական հեռահար զենքերը, սակայն Դոնալդ Թրամփի հետ իր վերջին հանդիպումից հետո հնարավոր է նորություններ լինեն։ Կոպենհագենում հանդիպել են Ուկրաինայի եւ Ադրբեջանի նախագահները։ Վոլոդիմիր Զելենսկին շնորհակալություն է հայտնել Ուկրաինայի ինքնիշխանությանը եւ տարածքային ամբողջականությանն աջակցելու համար։ Քննարկել են էներգետիկ հարցեր եւ ռազմական ոլորտում հնարավոր գործակցությունը, մանրամասնել է Զելենսկին։ Նա նաեւ շնորհավորել է Վաշինգտոնում Հայաստանի եւ Ադրբեջանի ձեռք բերած պայմանավորվածությունների կապակցությամբ։ Ալիևը հավատացրել է, որ Բաքուն ջանքեր կգործադրի տարածաշրջանում խաղաղությունը պահպանելու համար։ Թուրքիան կշարունակի բնական գազ գնել Ռուսաստանից, չնայած Վաշինգտոնի կոչերին, հայտարարել է Հանրապետության էներգետիկայի նախարարը։ Ձմեռը մոտենում է, չենք կարող քաղաքացիներին ասել, որ գազ չկա, նշել է Ալփարսլան Բայրակթարը։ Նա հավելել է, որ Մոսկվայի հետ բանակցում են Կապույտ հոսք խողովակաշարով Թուրքիա բնական գազի մատակարարման պայմանագիրը երկարաձգելու մասին։ Դիանա Գասպարյան, լուրեր։ Երևանում մեկնարկել է կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի հոբելյանական 10-րդ նիստը։ Փոխվարչապետն իր խոսքում վստահեցրել է, որ Հայաստանը ստանձնելով խորհրդի նախագահությունը արժանապատվորեն կշարունակի հակակոռուպցիոն գործընկերության ամրապնդման ուղին։ Կոռուպցիայի հակազդման միջպետական խորհուրդը ԱՊՀ կարևորագույն ոլորտային մարմիններից է, որն առանցքային դեր ունի իրավակարգի ապահովման ոլորտում, անդամ պետությունների համագործակցության ամրապնդման, համատեղ գործողությունների համադրման եւ առաջնահերթ ուղղությունների ձևավորման գործում, հայտարարեց փոխվարչապետ Մեհեր Գրիգորյանը միջպետական խորհրդի հոբելյանական 10-րդ նիստի բացմանը։ 7-ամյա դադարից հետո նիստն անցկացվեց Հայաստանում։ Կոռուպցիան եւ միջազգային հանցագործությունը լուրջ մարտահրավերներ են ազգային եւ միջազգային անվտանգության համար։ Հատկապես ձեզ իրավապահ մարմինների ներկայացուցիչներին լավ հայտնի է, որ հակազդեցությունը պահանջում է համակարգված մոտեցում։ Հայաստանը ստանձնելով խորհրդի նախագահությունը արժանապատվորեն կշարունակի հակակոռուպցիոն գործընկերության ամրապնդման ուղին, կապահովի նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների շարունակական իրականացումը եւ նշանակալի ներդրում կունենա համատեղ նախաձեռնություններում։ 2024 թվականի դեկտեմբերի 5-ից մեր երկրում գործարկված վերականգնված միջոցների միասնական հաշվին այսօր արդեն մուտքագրվել է 52 միլիոն 254 հազար դոլարին համարժեք 20 միլիարդ դրամը գերազանցող գումար։ Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի գործուն քայլերը ցուցանիշներով ներկայացրեց գլխավոր դատախազը։ Աննա Վարդապետյանը անդրադարձավ կոռուպցիոն հանցագործությունների հետևանքով ստացված ապօրինի եկամուտների օրինականացման գործերին։ Նշեց, որ դրանցով արդյունավետ քննությունը վճռորոշ դեր է խաղում հանցավոր սխեմաները բացահայտելու եւ մեղավոր անձանց պատասխանատվության ենթարկելու հարցում։ Վերջին 3 տարում ապօրինի ակտիվների բռնագրավման լիազորությունների կիրառումից հետո կնքվել է 9 հաշտության պայմանագիր, որոնցով պետությանը վերադարձվել են 13.5 միլիոն դոլարին համարժեք ակտիվներ։ Պետական ու համայնքային շահերի պաշտպանության լիազորությունների շրջանակներում նույն ժամանակահատվածում վերադարձվել են 30.6 միլիոն դոլարին համարժեք ակտիվներ։ Վերջին տարիներին բազմաթիվ քրեական գործերով Հայաստանի իրավասու մարմինների անցկացրած համապարփակ ու հետևողական ֆինանսական հետաքննությունների, ինչպես նաև նախնական քննության ընթացքում ստացված տվյալների, այդ թվում միջազգային իրավական համագործակցության միջոցով ստացված փաստական տվյալների համեմատության ու վերլուծության արդյունքում բացահայտվել են բարձրաստիճան պաշտոնյաների կատարած կոռուպցիայի եւ հատկապես մեծ մասշտաբով փողերի լվացման մի շարք դեպքեր։
Դատախազը օրինակով ներկայացրեց կոռուպցիայի դեմ պայքարի կոմիտեի կողմից քննվող քրեական գործով ձեռք են բերվել փաստական ապացույցներ, որ բարձրաստիճան պաշտոնատար անձը միջնորդների միջոցով ստացել է առանձնապես խոշոր չափի կաշառք։ Այն հնարավոր է եղել բացահայտել արտերկրի գործընկերների արդյունավետ համագործակցության եւ օգնության շնորհիվ, ընդգծեց Վարդապետյանը։ Տաջիկստանի պետական ֆինանսական վերահսկողության եւ կոռուպցիայի դեմ պայքարի գործակալության նախագահը ներկայացրեց խորհրդի վերջին 1 տարվա գործունեության արդյունքներն ու ձեռքբերումները։ Ուզբեկստանը միացել է կոռուպցիայի դեմ պայքարի միջպետական խորհրդի ստեղծման մասին համաձայնագրին, եւ Ուզբեկստանի կոռուպցիայի դեմ պայքարի գործակալությունը նշանակվել է որպես այդ համաձայնագրի իրականացման իրավասու մարմին։ Բելարուսը գիտակցում է իր դերը որպես կոռուպցիայից եւ այլ չարաշահումներից զերծ արդար հասարակություն կառուցելուն ուղղված գլոբալ եւ տարածաշրջանային ջանքերի մասնակից։ Սոցիոլոգիական հետազոտությունների արդյունքների հիման վրա կարելի է եզրակացնել, որ Բելարուսին հաջողվել է կանխել լայն տարածում ունեցող կոռուպցիան։ Նիստի արդյունքներով կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի նախագահությունը ստանձնեց Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը։ Տեղի ունեցավ նաև պարգևների հանձնման արարողություն։ Գլխավոր դատախազն արժանացավ կոռուպցիայի դեմ պայքարի միջպետական խորհրդին մատուցած ծառայությունների համար եւ կոռուպցիայի դեմ պայքարի միջպետական խորհրդի 10-րդ նիստ հոբելյանական մեդալների։ Վարդուհի Արզումանյան, Հովանես Քյոսեյան, լուրեր։ Միքայել arczepiskopos Աջապահյանը դատապարտվել է 2 տարվա ազատազրկման մեղավոր ճանաչվելով իշխանությունը ցավտելու հրապարակային կոչերի համար։ Դատարանը դատավոր Արմինե Մելիքսեթյանի նախագահությամբ այսօր հրապարակել է վճիռը։ Ավելի վաղ հրապարակվել էր նաև մեղադրական վերդիկտը, հանրային մեղադրողը 2.5 տարվա ազատազրկում էր պահանջել Աջապահյանի համար։ Նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը վճռով կմնա անփոփոխ, մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը։ 4.5 միլիարդ դրամ փողերի լվացման դեպք թմրամիջոցների ապօրինի շրջանառության գործով օտարերկրյա քաղաքացիները մաքսանենգությամբ Հայաստան են տեղափոխել եւ իրացրել խոշոր չափերով թմրամիջոցներ, իսկ ստացված գումարի հանցավոր ծագումը թաքցնելու համար խմբի կազմում ընդգրկել են նաեւ Հայաստանի քաղաքացիների։ Նրանց բանկային քարտերին 2022-ից 25 թվականների ընթացքում փոխանցվել է ավելի քան 4.5 միլիարդ դրամ եւ ծագումը թաքցնելու համար փոխարկել են 11 միլիոն 188 հազար դոլարի, իսկ այդ գումարի փոխադրումը այլ երկիր թաքցնելու համար էլ հանցավոր խմբի անդամներ այն բաժանել են միմյանց միջև եւ 2022-ից 25 թվականներին գրեթե ամեն օր ոտքով հատել միջպետական սահմանը եւ գումարը փոխանցել թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեջ ներգրավված անձանց։ Առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման հոդվածով Հայաստանի 3 քաղաքացու տղամարդու նրա հարսի ու որդու նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Նրանց բանկային հաշիվների շարժական եւ անշարժ գույքի վրա արգելանք է դրվել։ Վարույթն ուղարկվել է դատախազին դատարան ուղարկելու միջնորդությամբ։ Քննչական կոմիտեն ավելի վաղ հայտնել էր, որ այս գործով 22 անձի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը։ Երևանի քաղաքապետարանում ուսումնասիրում են 9-րդ դասարանի աշակերտների պատուհանից ցատկելու պատմության բոլոր մանրամասները։ Նախնական եզրակացությունն այն է, որ ուսուցիչը դասը նորմալ անցկացրել է, 7 աշակերտ իրենք են ցանկացել փախնել դասից։ Աղջիկը, որը ողի կոտրվածք ունի, առաջիկա օրերին կվիրահատվի։ Դեպքն ուսումնասիրում է նաև ոստիկանությունը։ Թե Երևանի համար 117 դպրոցում ու թե քաղաքապետարանում վստահեցնում են երեխաները, որոնք թռել են պատուհանից, սեփական նախաձեռնությամբ են դեռ դասերը չավարտած փախել դպրոցից։ Ուսուցիչը նրանց այդ քայլին չի մղել։ Սեպտեմբերի 29-ին տեղի ունեցած ու նախորդին հանրային հնչեղություն ստացած դեպքի մասին տնօրենն է պատմում։ 9-րդ դասարանի 7 երեխաներ, 5 տղա ու 2 աղջիկ որոշել են չմասնակցել վերջին դասին։ Ռուսերենի դասն է եղել։ Իրենք իջել են առաջի հարկ, որպեսզի մուտքից դուրս գան դպրոցից, սակայն պահակը թույլ չի տվել իրենց, եւ իրենք հետո բարձրացել են երկրորդ հարկ, դասարան չեն մտել եւ երկրորդ հարկի միջանցքից պատուհանից թռել են ներքև։ Հերքում է տարածված տեղեկությունը, թե ուսուցիչը զայրացած լինելով երեխաների վրա հրաժարվել է նրանց հետ դաս անցկացնել ու նախ ինքն է հեռացել։ Դա իրականությանը չի համապատասխանում ընդհանրապես։ Տնօրենն ասում է, դասարանում 34 սովորող կա, ներկաների հետ դասապրոցեսն անցկացվել է։ Քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետը հաստատում է, համոզվել են, որ ուսուցիչը դաս անելուց չի հրաժարվել։
Վստահաբար այդպես չի, դասապրոցեսն ընթացել է, մեծամասնությունը դասարանի 20 եւ ավելի սովորողների դասին ներկա են գտնվել։ Դպրոցի տնօրենի փոխանցմամբ այն երեխաները, որոնք պատուհանով փախել են, շրջել են քանակեռում։ Հետո դասղեկը երբ իմացել է այդ մասին, զանգահարել է ծնողներին եւ նրանք երեխաներին տուն են կանչել։ Միայն երեկոյան աղջիկներից մեկը գանգատվել է մեջքի ցավերից։ Ծնողները նրան տեղափոխել են հիվանդանոց, պարզվել է մեկ ողը ջարդված է։ Մենք այցելել ենք երեխային, տնօրենությունը այցելել է երեխային, դասղեկը այցելել է երեխային, զրուցել ենք երեխայի հետ, մեկ շաբաթից վիրահատություն է լինելու։ Հիմա երեխայի վիճակը բավարար է։ Իրեն թույլ չեն տալի, որպեսզի ինքը քայլի, որովհետև նախապատրաստում են, բայց ինքը շրջվում է կողքի, մեջքի է պառկում, բժիշկը թույլ է տվել։ Բայց հետագայում քայլելու խնդիր։ Չէ, հետագայում ոչ մի խնդիր չի լինելու, այո, փառք Աստծո։ Դպրոցի տեսախցիկներից մեկն ուղիղ նայում է այն պատուհանին, որտեղից երեխաները թռել են։ Այդ տեսախցիկները ցավոք սրտի չեն աշխատում, խնդիր ունենք, այո, եւ մասնագետ ենք կանչել, որպեսզի այդ տեսախցիկները սարքեն։ Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետը նշում է տնօրենից պարզաբանում են պահանջել, մանրամասն կուսումնասիրեն, եզրակացություն կանեն։ Ամեն դեպքում նախնական գնահատականն այն է, որ երեխաների արարքը դպրոցի բաց թողման կամ անզգուշության հետևանք չէ։ Պահակը դուռը չի բացել, դասերն ընթացել են, ուսուցիչն ու դասղեկը եղել են տեղում, իրենց դասն են անցկացրել, եւ որևէ մեկի մտքով չէր կարողացնել, թե երեխաները նման քայլի կդիմեն։ Թե կպարզվի դրվագ, որ որևէ մեկը պիտի մի բան ավել աներ ու չի արելու, սա առաջացել է այս հետևանքը, բնականաբար համապատասխան հետևանքներ կունենան։ Մարգարիտ Խաչատրյանը հույս ունի, որ դեռահասության տարիքին բնորոշ այս չարաճճիությունը առիթ կդառնա, որ դպրոցներում զգոնությունը ել ավելի մեծանա։ Իհարկե ցանկալի չի, որ դպրոցը որևէ սովորող կամ սովորողների խումբ թիրախավորվեն, բայց ես կարծում եմ, որ այս խոսակցության զարգացումը միայն ու միայն կնպաստի նրան, որ երեխաները եւ ոչ միայն երեխաները իրենց գործողություններից առաջ նաեւ հետևանքների մասին կմտածեն։ Բնականաբար մենք էլ ուշադրություն ենք հրավիրել, որ գործընկերներ հնարավոր է նաեւ այսպիսի բան, այո, մտքներով անցկացրեք, որ նաեւ պետք է հերթափայությունները բարձր դասարանցիների համար, բարձր հարկերում եւ այլն։ Ոստիկանությունից մեր հարցմանը պատասխանեցին, որ միջադեպի վերաբերյալ հաղորդում ստացվել է ոչ թե ծնողներից, այլ բժշկական կենտրոնից։ Տեղեկությունները ստուգման փուլում են։ Աննա Զախարյան, Սեյրան Անտոնյան, լուրեր։ Գնունու շուկայի ապօրինի կրպակներից օրեր առաջ ազատված հատվածը կբարեկարգվի ու կվերադարձվի հետիոտնին, ապամոնտաժված կրպակներն այնտեղ հայտնվել էին ապօրինի, տարածքում մնացած մյուս կրպակների դեպքում իրավական որոշակի խնդիրներ կան, դրանք կապամոնտաժվեն, երբ վարձակալության իրավունքը դադարեցվի ու կրպակները տեղափոխվեն այլ տարածք։ Գտնվում են Գնունու շուկայի հանրահայտ այդ հատվածում, որտեղ ապամոնտաժվել են կրպակներ, որոնք որ տեղադրված էին առանց թույլատվության։ Այդպիսի կրպակներն ու տաղավարները շուրջ 30-ն էին։ Այն, որ դրանք պիտի ապամոնտաժվեին, նորություն չէր։ Գործընթացը սկսվել էր դեռ 3-4 ամիս առաջ։ Քաղաքապետարանի քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչությունից են տեղեկացնում։ Հատվածի տնտեսվարողների հետ մեր կողմից իրականացվել են իրազեկման աշխատանքներ, որ նախատեսվում է ապամոնտաժման աշխատանքներ իրականացնել։ Դրանից հետո եղել է նաև հանդիպում, որտեղ տնտեսվարողները նաև ժամանակ են խնդրել Երևանի քաղաքապետարանից որոշակի, որպեսզի իրենց գործունեությունը ինչ-որ չափով շարունակեն եւ այդ ընթացքում նաև իրենց բիզնեսի տեղափոխման հարց քննարկեն, եթե դրա ցանկությունը իհարկե իրանք ունեին։ Ըստ պայմանավորվածության ժամկետը եղել է մինչև սեպտեմբերի 30-ը։ Հաջորդ օրն անմիջապես համապատասխան որոշմամբ կառույցները քանդվել ու հեռացվել են։ Ապամոնտաժման պահին արդեն, ինչպես պաշտոնյաներն են պատմում, բոլորն իրենց գույքը տեղափոխել էին։ Բնականաբար անհամաձայնություն եղել է տնտեսվարողների կողմից, բայց իրենք գիտեն, որ անխուսափելի է, մենք մեր աշխատանքը պետք է իրականացնենք։ Այստեղ ոչ մի դեպքում ոչ մի տնտեսվարողի կամ բիզնեսի դեմ չի այս ամեն ինչը։ Այս ամեն ինչը օրինականության հետ է կապված, այսինքն մենք հորդորում ենք եւ շատ ուզում ենք, որ մեր տնտեսվարողները համայնքային հողի վրա գործունեություն ծավալելուց շարժվեն օրենքի համաձայն։ Շուրջ 2 տասնամյակ այս տարածքում եղած եւ այժմ ապամոնտաժված շինությունները ապօրինի էին։ Տարածքում դեռ էլի տաղավարներ ու կրպակներ կան, սակայն դրանց պարագայում խնդիրն այլ է։ Այդ կրպակները, որ տեղադրվել են,
դրանք նաև վարձակալության պայմանագրեր են կնքվել Երևանի քաղաքապետարանի հետ, որը տարել են կադաստրում պետական գրանցմանը ներկայացել, այսինքն ինչ է նշանակում, որ ըստ վկայականի կրպակը սեփականը, հողը վարձակալությունը։ Վարձակալության ժամկետները բոլորին լրանում է։ Ուղղակի որևէ այնտեղ կան պայմանագրեր, որոնց իրավունքները դադարեցված չեն, եւ այդ իրավունքները կդադարեցվի, նաեւ այդ տնտեսվարողներին կառաջարկեն, որ իրենց կրպակները տեղափոխեն։ Շինություններից ազատված տարածքը կբարեկարգվի եւ կծառայի քաղաքացիներին, վարչական շրջանի ղեկավարն է շեշտում։ Ոնց որ մենք ենք ասում, մենք իրականում ոչ թե ապամոնտաժում քանդում, ինձ թվում է շատ լավ արտահայտություն է մաքրելը։ Մայթերը մաքրվում են, մայթերը վերադարձվում են հետիոտներին, մարդկանց, որպեսզի ավելի անխոչնդոտ շարժվեն։ Ապամոնտաժումների հերթականությունը որոշում են նաև մարդկանց հոսքով պայմանավորված։ Օրինակ այս հատվածով Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտ շատ են գնում։ Պաշտոնյաները նշում են, ապամոնտաժման աշխատանքները շարունակական են լինելու։ Էմմա Վարդանյան, Արտակ Գևորգյան, լուրեր։ Այսքան էլ հրահոսից առջևում սպորտ է ու եղանակային կանխատեսումներ, հետևեք առաջինին, եղեք առաջինը։ Բարի գիշեր։